Բայց կարող է էլի համար ավելի ապահով լինի, որ մեզ մոտ մնա։ Ինձ թվում է ոչ Առնոն կհամաձայնի, ոչ էլ Էլը։ Առնոն, արի։ Այ, Արտեմ հանգստացի։ Առնոնով դարձա, որ իր համար ճանապարհ փոխենք։ Բարև ձեզ։ Բարև կլոր։ Էլս դու ես։ Այսքան արագ հասկացար, որ ես եմ։ Ես էլ մտածում էի Առնոյի կերպարանքով ձեզ ծիծաղեցնեմ։ Լավ ասեցիր, որ Էլնա, թե չէ տալու էի գլուխը ջարդեի։ Իսկ ո՞նց եղավ, որ դու եկար։ Առնոն էր ինձ խնդրել։ Իսկ դու կլինի իր խնդրանքները էլ չանես։ Ու ընդհանրապես։ Լավ, ես ինչ պետք է իրան կասեմ։ Ես էլ կանեմ։ Առնոն ինձ խնդրել էր, փոխանցեմ, որ այն տեսանյութերը ջնջել է։ Ոնց լուրջ։ Այո։ Մի տեսակ հավատս չի գալի, որովհետև ինքը սուտ ասանա։ Դուք գիտեք, որ ես կարողանում եմ պարզել սուտը, եւ սա այդ դեպքերից է, այնպես որ ես ազատ եմ։ Առնոն ասաց, որ ես կարող եմ մնալ իր տարածքում անշահախնդիր, առանց որևէ նախապայման։ Էլ բայց մի տեսակ չեմ հավատում։ Ոնց որ Արտեմն է ասում, Առնոն ու անշահախնդիրը իրար մասին չեն։ Հավատա այս դեպքում էլ նա չէր խաբում։ Եվ ես վստահ եմ, թե ինչու է այդպես անում։ Եվ ինչու։ Որովհետև նա քեզ Էլ լսի։ Ես էլ Առնոյին ցեխն մտցրել ու հանել եմ։ Բայց ես նրան դասերից հետո ցեխոց շորերով չեմ տեսել։ Նկատի ունեմ իրան խայտարակել եմ։ Ու եթե ինձ հիմա քո հետ, այսինքն իր հետ sense մտերմիկ շփվելուց տեսնեն, հաստատ մի բան կկասկածեն։ Այսինքն պիտի իրար հետ դասարան չմտնենք։ Նայ, հիմա ես կգնամ դասարան, դու մի քիչ կսպասես կգաս, լավ։ Բարի։ Խնայեմ իմ մնարկեն։ Ուտենամ նենց հավեսով են իրար հետ խոսում, մի հահա, մի հիհի։ Բայց այդ ո՞նց է լինում, որ մի օր բշտում եմ, ես օր իրար հետ լավ են։ Բա հենց այդ եմ ասում էլի։ Հայ, Կիսանե ջան, բառնատուրա։ Այդ երբ անց է Առնոնիմը։ Այդ արդեն դու պետք է իմանաս։ Մարդ քեզանից գլուխ չի հանում։ Մեր ներկայությամբ իրանից զզվում ես, բայց հենց մենք չկանք, լավ էլ սիլի բիլի եք անում։ Էրիկ, նախ ես քեզ թույլ չեմ տվել, որ հիմա նման կերպ խոսաս, ու հետո էլ քո ինչ գործ։ Բոմ գործն է։ Իհարկե իմ գործն է։ Ասեմ ավելին, ամբողջ դասարանի գործն է, որովհետև մի օր դեղում ես, մի օր եղում։ Այդ ոնց որ մի քիչ երկերեսանության կողմա գնում։ Բարև ձեզ։ Ահան, էս էլ մեր դասանի մյուս անտաղան դերասանը։ Էս պլանավորել եք առանձին մտնեք, որ չհասկանանք իրար հետ եք։ Էրիկ, ես չեմ հասկանում, ուզածդ ի՞նչ է։ Ոնց, Կիսանեն չի հասկանում, չնայած գիտեմ ինչից է, Առնոյից է վարակվել, չէ Առնո։ Չեմ հասկանում ինչ ես ասում։ Որ ասում էի։ Լավ, Էրիկ, դու արդեն լրիվ չափերդ անցնում ես։ Չափերը քո փոքր աղբերն է անցնում։ Համ էլ իմ իմանալով դասանի ավակը պետքա դասանի մեջքին կանգնած լինի, ոչ թե դասանի մեջքի հետևը ինչ որ խաղեր տա։ Էն էլ ում հետ էս կարինջի, չնայած ոնց հասկանում եմ մի կարինջ էլ դու ես։ Լավ Էրիկ տղա։ Մի րոպե, մի հատ հերթով խոսացեք, ու կլինի ընդհանրապես բոլորդ հանգստանաք, մեկը բոլորիդ է ուտելու եմ, ու կսկսեմ հենց քեզնից, են էլ սև պղպեղով։ Արտեմ, չես հարցնում ինչի եմ բարկացած։ Ես ուտելու ժամանակ չեմ խոսում, ու մանավանդ չեմ նկատում բարկացած մարդկանց։ Լավ ասա։ Կեր նոր կասեմ։ Արտեմ ես ամբողջը կերար։
Հապա սոված էի։ Ես հենց սոված եմ, արագ ուտում եմ։ Լավ, ասա, այ հիմա նորմալ լսում եմ։ Լուսի ուրեմն մտնում եմ դասարան։ Բա ինչի՞ չես գնում ավակիդ մխիթարես։ Մխիթարում են մոտիկներին, իսկ ես նրան մոտիկ չեմ համարում, ինչպես եւ նա ինձ։ Չես հանձնվում էլի։ Մի հատ հետաքրքիր բան ասեմ։ Ինձ թվում է մեկ-մեկ ոնց որ այլ մոլորակային լինես։ Չէ, էսի հաստատ այլ մոլորակային է։ Ո՞ւր ես գնում, Արտեմ։ Գնում եմ մետերիքի քիթը ջարդեմ։ Արտեմ, ոչ բոլոր հարցերն են, որ պիտի ջարդած քթով լուծես։ Ու հետո էլ հարցը ով քիթը կջարդի։ Ինչի կասկածում ես։ Ոայ, չէ, իմ խիզախ ու թասիբով եղբայր։ Ուղղակի ես գիտեմ, որ Երիկը մենակ չի լինելու, շքախմբով է լինելու։ Հապա չանեմ, քեզ կրինջ ասել։ Վերջ, ամեն բան կորած է։ Ինչի՞ է կորած։ Էրիկը հասկացել է, որ ես այլ մոլորակային եմ։ Ինչ գիտես։ Նա ասաց, որ մտածում է, թե ես այլ մոլորակային եմ։ Դե տարօրինակ պահվածքով մարդկանց մեկ-մեկ ես էլ եմ ասում այլ մորակային։ Ինչու ես ինձ տարօրինակ եմ պահում։ Հա, մեկը իմ համար տարօրինակ է, որ ամբողջ դասարանով հարձակվել էին իմ վրա, դու բերանը ջուր առած կանգնած էիր։ Գիսան է, արի իր հետ այդ փոխաբերական բառերով չխոսանք, հա։ Հասկացա ես քեզ։ Դու նկատի ունեիր, որ ես պետք է միջամտեի։ Հա, ես դեմ չէի լինի։ Բայց դու ինձ ասել էիր, որ պետք չէ ցույց տալ մեր մտերմությունը։ Էլ հիշի, կնոջը պետք է լսել, բայց անել հակառակը։ Արտեմ, ես ինչ հին բաներ ես ասում։ Ես չեմ ասել, պապիկս է ասել։ Դե ասում եմ, էլի հին բաներ ես ասում։ Աստորեն ես պետք է քեզ պաշտպանեի։ Դե հա, հատկապես որ մեզ միասին էին տեսել։ Անիմաստ է թաքցնել, որ մտերիմ եք։ Ուր ես գնում։ Գնում եմ Էրիկի հարցերը լուծեմ։ Ջան, ես պլյուս։ Մի հատ երկուստ էլ հանգստացեք։ Էրիկին, որ այսօր ծեծեք, վաղը ամեն ինչ կմոռացվի։ Մենք պիտի նենց բան անենք, որ Էրիկը շատ երկար չմոռանա։ Գիսանը ես չէի ուզենա դառնալ քո թշնամին։ Եվ ինչ ես առաջարկում։ Ես մի լավ միտք ունեմ, բայց այդտեղ վտանգավոր է ասել, որովհետև մեզ հնարավոր է լսեն։ Ուզում ես ճիպոտենք։ Չէ, ուզում եմ սուս մնաս ու գաս իմ հետևից։ Դե արի գնանք մեր դասարան։ Այսօր դասերը շուտ են բրծել ու մարդ չկա։ Գնացինք։ Դե հիմա պատմի ինչ ես մտածել։ Մենք պիտի նենց անենք, որ Էրիկը դպրոցից գնա։ Այսինքն տեղափոխվի դպրոցից։ Չէ, նկատի ունեմ մենակ այսօր։ Չնայած չեմ բացառում, որ ընդհանրապես գնա։ Դե ոչ իրա կամքով էլի հեռացնեն, բայց այսօրվա մեր խնդիրը այն է, որ ինքը դպրոցում չլինի։ Ես գիտեմ ինչ ենք անելու։ Ապա Ուրեմն, էլը ձայնը փոխում է ու զանգում է դպրոց։ Ասում է, որ Միրզոյան Էրիկենց տունը հրդեհում է։ Էրիկը շնչակտուր վազում է տուն։ Բայց դա մի փոքր դաժան չէ։ Ընդհանրապես դաժան չի։ Նույնիսկ ուրախանա, որովհետև հասնում է տուն ու տեսնում է չի հրդեհվում։ Արտեմ, մեզ պետք չի, որ ինքը ուրախանա։ Առավել եւս հետ գա դպրոց։ Չգիտեմ, ված գա իրան, հիվանդանա, փորը ցավա։ Փորը ցավան լավն է։ Արտեմ, կարաս աննկատ գնաս բուժկետ ու լուծողական գողանաս։ Գիսան է։ Ես դու ես։ Կարաս թե չէ։ Դե աննկատ դժվար, բայց ինչ որ բան կմտածեմ։ Բայց չեմ անի, մինչև դու չասես ինչ ես մտածել։ Լավ ասում եմ։ Էրիկին ճանապարհում ենք տուն, Էլը դառնում է Էրիկ ու այնպիսի բաներ է անում, որ Էրիկը դպրոցում դառնա persona non grata։ Հայրենի համար սեղ 1-1։ Persona non grata։ Լատիներենից բառացիորեն թարգմանաբար նշանակում է անցանկալի անձ, որը դիվանագիտությունում գործածվում է օրինականորեն եւ հատուկ սահմանված նշանակությամբ։ Հասկացա։ Ու նաև հասկացա, որ ես լավ չեմ ճանաչում իմ քրոջը, Գիսանեն։ Դու ուղղակի քո քրոջը չափազանց կատաղած չես տեսել։ Չեմ էլ ուզի տեսնեմ։ Եթե չես ուզում տեսնես, արագ գնա լուծողականը բեր։ Լավ, գնացի։ Իսկ ես ինչ անեմ։ Կասեմ, էլ արագացի ու արդեն գալիս են։ Յա, այս կարողա շուտեկան խանգարեցինք մեր զույգ աղունիկներին։ Այս հատուկ եք իրարից հեռու նստե, որ չկասկածանք, որ իրար հետ եք։ Տեսել խմենք մեր զույգ աղունիկների, մեր զույգ կրինջների կենացը։ Էժան, բայց ով է ջրով կենաց խմում։ Կարևոր չի ինչով ես խմում, կարևորը ում կենացն ես խմում։
Լուծույթի բարձր ջերմաստիճանը պայմանավորված է նրանով, որ մի քանի քիմիական միացություններ խառնվելով միջատի փորիկում առաջացնում են քիմիական ռեակցիա։ Եկել պատել են կայլա դուրս գա։ Դուրս արի Էրիկ։ Միաժամանակ ռմբածի գուզեսը կարող է 50 համազարկ տալ։ Որը ուղեկցվում է բավականին բարձր ձայնով։ Ապրեք երեխեք ջան։ Էրիկի հետ ամեն ինչ կարգին է։ Բավականին թունավոր նյութեր է պարունակում փոքր գորտի մաշկը, որոնք Էրիկ, քեզ լավ ես զգում։ Երեխեք, ով ունի Էրիկի մամայի համարը։ Ես։ ձկները թշնամիներից պաշտպանվելու համար օգտագործում են էլեկտրական հոսանք։ Արտեմ ինչ պատահեց։ Ես կասեմ ինչ պատահեց։ Լսեց, որ մենք գալիս ենք, բոլոր թխվածքաբլիթները կերավ, որ մեր հետ չկիսվի։ Չէ, Արտեմ։ Բայց մենք քո հետ կկիսվենք լավ նորությամբ։ Էրիկի հարցերը լուծեցինք։ Չդիմացավ ու թռավ։ Այո։ Մնում է մինչև տուն դիմանա։ Իսկ այն պերսոնա հոթել գրանդ մի խոսքով այդ պլանի երկրորդ փուլը երբ ենք անում։ Եթե նկատի ունես պերսոնա նոն գրատա օպերացիան, ապա հենց հիմա։ Էլը կդառնա Էրիկ, կդնի պապայի պատրաստած լրտեսական ականջակալը ու մնացածը արդեն ես կասեմ ինչ անի։ Այսինքն էլ 17-ը դառնում է գործակալ 007։ Դե, տենց մի բան էլի։ Դնում ես ականջակալը ու ամենակարևորը, փորձում ես Էրիկին ման խոսել ու շարժվել, լավ։ Այո, այսինքն հա, որովհետև Էրիկը կասեր հա։ Կապիս տուգում, լսում ես էլ։ Շատ լավ։ Ում ես տեսնում։ Առայժմ ոչ ոքի, սակայն սպասեք։ Էրիկ ջան, ոնց եղար։ Ասա քեզ ինչ։ Ասա քեզ ինչ։ Այդ ասան մի ասա։ Լավ։ Հաստորեն լավ ես։ Փաստորեն դու լսողության հետ խնդիրներ ունես, ասում եմ քեզ ինչ։ Փաստորեն դու լսողության հետ խնդիրներ ունես։ Ասում եմ քեզ ինչ։ Այ աղջի։ Լավ կլինի էլ իմպրովիզներ չանես։ Չնայած այս մեկը ստացվեց։ Լավ իսկ Գրիտան ինչ արեց, որ տենց ասեցիր։ Հուսված փախավ։ Իսկ հիմա նայի կողքտում ես տեսնում։ Միս Մերի։ Ուրեմն նայ, սիրա հետո հայացքով նայում ես ու ասում ես, այսօր ինչ եք անում դասերից հետո։ Վայ, էլ ինձ լսի։ Սիրա հետո հայացքով նայում ես Միս Մերին, ասում ես այսօր դասերից հետո ինչ եք անում, կարող եմ այդտեղ գնանք։ Բայց այդ Միս Մերի, ինչ եք անում այսօր դասերից հետո։ Ինչ։ Չեմ հասկանում։ Բարձ չեմ արտահայտվում։ Ասում եմ, what do you do after school։ Մի հատ հավաքի քեզ տղա։ Իմ մեկը։ Անտիջ։ Էլ ասա, ձեր մեջ տղա չկա։ Ինչ եք բարբի մեջի քենի հայացքով կանգնել։ Փախեք ստերից։ Կանգնեք մի հատ։ Այ հիմա գնացեք։ ասա կպի գործերիդ։ Հա, հենց տենց էլ ասա։ Կպի գործերիդ, հա։ Էրիկ, ես ինչ ձև ես խոսում ինձ հետ։ Ոնց պետքա տենց էլ խոսում եմ։ Вообще շատ ես երկարացնում, այ կնիկ։ Ինչ։ Տիկին Ադամյան։ Մտանք վերջին որոշիչ փուլ։ Բայց մեկա դաժանը։ Արտեմ, Այսինքն շատ լավ է որ դաժանը։ Պատկերացնում եք։ Ինձ ժամադրում էր։ Իա, այս գլուխդ քորա գալիս, հա? Ափսոս 18 տարին չի լրացել, թե ջենլեց կհասցնենք։ Մանուկյան հանգստացիր։ Հա, էլի Մանուկյան, հանգստացիր։ Էրիկ, ես ինչա պահվածքդ, չես ամանչում։ Մարինե տոտա, մի խառնվի, էս քո գործը չի։ Ինչ։ Չեմ հասկանում, պարզ չեմ արտահայտվում։ Տղա, ես հենց հիմա կզանգարեմ հայրիկիդ ու կկանչեմ դպրոց։ Զանգում եք, զանգեք, ավելի ճիշտ, զանգում ես զանգի։ Իմ հերը ձեր նման պարապ մարդ չի, ու հաստատ ձեր զանգին չի պատասխանի։ Տղա, ես քեզ կհեռացնեմ դպրոցից, ու հայրիկդ էլ չի կարողանա քեզ փրկել։ Հանում ես հանի, յանի ես ինչ դպրոց է, ասա ով է տնօրենդ, ասեմ ինչ դպրոց ես դու։ Դու ազատված ես դպրոցից։
Ոտ բեր, ասում եմ ջուր բեր։ Ադամյանին տարան շտապօգնության մեքենայով։ Լսի կարողա չափերը մի քիչ անցանք։ Անցանք թե անցար։ Լավ, դե հուսանք Ադամյանին ոչ մի լուրջ բան չի եղել։ Լավ, ես գնամ Էլին տանեմ Արնոյի մոտ։ Հա, չմոռանաս ասես, որ երեկոյան հանդիպենք միտեղ գնանք։ Սա պետք է նշել։ Լավ։ Հիմա ինչ որ պատմեցիք, ոնց որ ես մտածած լինեմ։ Մալադեց գիսան է։ Իսկ ես պատկերացնում եմ Մերիկի դեմքը, որ վաղ գնա դպրոց իմանա, որ իրան հեռացրել են։ Ինչ տեղեկություն Տիկին Ադամյանից։ Դե որ տեղեկություն չկա, այդ արդեն լավ տեղեկություն է։ Չհասկացա։ Դե հավանաբար լավ է, որովհետև վատ լուրը շուտ է տարածվում։ Այդ հիմա հասկացա։ Իսկ ես տենց էլ չհասկացա, ինչի Արնոն որոշեց ջնջել վիդեոները։ Դե ոնց ասեմ, ոնց որ մեջից բարի Արնոն զարթնեց էլի։ Մարդը։ Իսկ իմ կարծիքով Արնոն անտարբեր չէ Գիսանեի նկատմամբ։ Ինչ։ Ոնց ես մամ ջան։ Քո մայրն էստեղ ինչ կապ ուներ։ Այնքանով կապ ուներ, որ ինքն էլ է տենց մտածում։ Դե մի բան կա, որ տենց է մտածում։ Հանգստացի Արտեմիկ։ Ինքը տենց է մտածում, որովհետև տեսել է, թե ոնց են Գիսանեն ու այս մեր աղբերը իրար գրկախառնվել։ Հավելեմ, ինքը եղել է իմ տեսքով։ Հա, լավ, էդ ուրիշ։ Նես չի ես Գիսանեին չեմ հավանում, բայց որպես ընկեր, որպես դասարանցի, որպես քուր, մարդ վերջի վերջո, ու տենց շարունակ։ Արի փակենք այդ թեման։ Առաջարկը ընդունվեց միաձայն։ Արնո ախպեր, այն Ստեղ մենակ լավաշը։ ոնց հասկացա, որ ես այդ ուտելու պահով եմ ասում։ Արնո ախպեր ինձ ասիր, որովհետև։ Ասում ես մենակ լավաշ, հա։ Հա։ Բայց ես այդ մի հատ լավաշով չեմ անելու։ Ապել, ես քո փոխարեն այդպես չէի արտահայտի լավաշի մասին։ Լավաշը օգտակար դիետիկ հաց է, որը կարգավորում է օրգանիզմում ածխաջրերի քանակը։ Ստոպ։ Մնացածը գիտապտույտի ժամանակ։ Բարի, գնացինք։ Էս ինչ ախորժալի հոտ է գալիս, ինչ ենք ուտելու։ Թոնրատանը ինչ են ուտում Արտեմ։ Դե նայած ճաշակի, շաուրմա, քյաբաբ, խորոված։ Քանի որ գիտապտույտը նվիրված է հայկական լավաշին, կարծում եմ Լյովիկը մեզ բերել է, որ լավաշ թխելու process-ը նայենք։ Էնպես որ սա քո իմացած թոնրատներից չի։ Դու իրավացի ես Արնո, մենք հիմա կմտնենք հայկական ավանդական թոնրատում, որտեղ կբացահայտենք լավաշի պատրաստման եղանակը։ Լավաշը թխում են ցորենի ալյուրից ավանդական վառարաններում, որոնք կոչվում են թոնիր։ Թոնիրը կավե պատերով գլանաձև վառարան է, սովորաբար գետնափոր։ Ինչա փոր, հայրենի համար սեղ 1-1։ Ինչը հասկանալի չէր Արտեմ, գետնափոր, գետնի մեջ փորված։ Հա, ուղղակի որ ես դատարկա փոր եմ, ուղեղս լավ չի աշխատում։ Շարունակի Լյովիկ։ Պատրաստի խմորն այստեղ գտնակում են ավանդական կլոր կամ քառակուսի փոքր սեղանի վրա։ Այդ գործողություններն իրականացվում են նստած վիճակում։ Դրանից հետո լայն բացված խմորը ձեռքերի հմուտ շարժումներով օդում ծեփակերտվում է, ապա անցկացվում հատուկ բարձիկի վրա, որը հիմնականում պատրաստվում է ուրենու փայտից, որի վրա անց է կացված մահուդե կամ բրեզենտե կտոր։ Այս ծեփակերտելը ես էլ կարամ անեմ, 2 տարի կարատեի եմ գնացել։ Էլ կլինի շարունակես, ստամոքսս անհնազանդության ակցիաներ է սկսել անել ու փակում է ուղեղը ստանող ճանապարհները։ Լավաշի բարակությունը կախված է նրանից, թե որքան բարակ է այն գրտնակված։ Այնուհետ կտրուկ կրանալով մեկ հմուտ շարժումով տախտակի վրա գտնվող խմորը ծեփվում է թոնրի տաք պատին։ 30-40 վայրկյան անց թխված հացը հանում են հատուկ ծողով, որն ունի սուր կեռ ծայր։ Իրոք շատ հետաքրքիր է։ Այո, ու ես գիտեմ, որ հայերի համար լավաշը ոչ միայն սնունդ է, այլև հայկական մշակույթի խորհրդանիշ։ Այն հաճախ օգտագործվում էր հարսանեկան եւ կրոնական ծեսերի ժամանակ։ Օրինակ, հարսանիքների ժամանակ նորապսակների ուսերին լավաշ էին դնում, հաջողություն ու բարեկեցություն ցանկանալու համար։ Արտեմի հարսանիքին դժվար է ավանդույթին հետևեն։ Ինչու՞։ Որովհետև Արտեմը այդ լավաշները միանգամից կուտի։ Իդեպ, որտեղ է Արտեմը։ Նա ինչ երջանիկ տեսք ունի։ Ինչի պիտի երջանիկ չլինեմ, որ թարմ թխած լավաշ, աթենք մսամթերքի համով սարդել կա։ Էլ ինչ պետքա մարդուն լիակատար երջանկության համար։ Տեսնում եք ուղեղս ոնց սկսեց աշխատել։ Ես լիակատար բառը երբ էի ասել։
Եթե ուղեղդ աշխատեր Արտո, գլխի կընկնեիր, որ գիտապտույտի մյուս մասնակիցներին էլ հյուրասիրեիր։ Ես կհյուրասիրեի, ուղղակի պետքա բանակցեմ։ Ում հետ։ Ստամոքսիս ինքն էր չեմ ոստացել։ Լավ, շարունակի ուտել։ Ուղեղդ ոնց որ դեռ լիակատար չի միացել։ Իդեպ, Հայաստանում թոների վաղ շրջանի նմուշներ հայտնաբերվել են Լճաշենի բրոնզեդարյան դամբարաններում, Արտաշատում, Դվինում եւ այլ հնավայրերում։ Ես լսել եմ, որ առաջ մարդիկ լավաշը չորացնելով կարողանում էին պահել մինչև 3 ամիս։ Այո, այդպես էլ կա։ Ընդհանրապես, լավաշը շատ յուրահատուկ հացատեսակ է։ Բացի սնունդ լինելուց, այն կարող է ծառայել նաև որպես գթալ կամ պատարագող, որպես անձեռոցիկ, որպես ափսե եւ որպես վերմակ։ Այսինքն Ես իմ ամենասիրելի գիտապտույտներ։ Ինչո՞։ Դե որովհետև համ կերավ, համ քնեց։ Ուրիշ իրան ինչա պետք է երջանիկ լինելու համար։ Լավ էլ, ես Գիսանային խոստացել եմ, որ մենք միասին ինչ-որ տեղ են գնալու։ Իսկ ես պատահաբար այդ խոստումիդ մեջ չէի մտնում։ Իհարկե ոչ։ Իսկ ուր ենք գնալու։ Դե ես ու Արնոն մի հատ շատ լավ տեղ են գնացել, հենց ընտեղ էլ կգնանք, չէ Արնո։ Իհարկե ոչ, ինքը չի կարա իմ տեսքով գնա։ Ինչի։ Որովհետև քուրս այնտեղ է աշխատում, բա որ տեսավ։ Ճիշտ է, ոնց էի մոռացել։ Հա լավ, ես գիտեմ ում տեսքով կգնա, ուղղակի մի հատ կապերի ստուգում անեմ։ Ոնց է Արնար։ Լավ չեմ, տունը պարկած եմ, ես երևի վաղն է դասի չեմ գա, շատ վատ եմ։ Լավ։ Դե արի բացատրի, որ սրանից լավ չի լինում։ Ուրեմն դու կհագնես Նարեկ, դե կկերպարանափոխվես էլի, ու ոչ մի խնդիր չի լինի։ Լավ։ Դե մենք գնացինք Արնո։ Դե Գիսանային իմ կողմից կբարևեք։ Դե նկատի ունեմ որպես դասարանցի, ընկեր, քուլ, մարդ վերջի վերջո, ուտեն շարունակ։ Գիսան է, ես սոված եմ, ստեղ շատ համով տեղեր կան հաց ուտելու։ Արտոն, որտեն շատ չուտես, հիմա հոգնած չէի լինի։ Լավ էլի Գիսան է, վերջի վերջո ավակ քույրս ես, մի քիչ հոգ տար իմ մասին։ Լավ, հենքան նվնված գնացինք։ Արտե։ Օպա,